արյան գինը, ու ասում են, թե ինչու ազգը հայոց հինավուրց, որ ապրում է ու արարում, դարերի վեր մաքարում, կյանք ու մահի պայքար մղում, սակայն խաղաղ չի մնում։ Հարց են տալիս, թե ինչու, որ մի սխալ արարքի, կամ էլ որ մեղքի համար, այդ որ ազգն է անիծել, կամ էլ ինչ տավ են նյութել, որ մեր տղերքը ջահել, իրենց կյանքը դեռ չապրած, որ ձեռքերի փոխարեն սառը հողին փարվեցին, սակայն մի պահ կանգ առեք, ձեր մտքերում վերլուծեք, հիշեք օրերն անցած ու ներկա ու արարքները գործած, հիշեք, թե ինչպես ձեր մեջ աճող, մեծացող ու չծնված դուստրերին արյունով եք սպանում, դրա համար իմացեք, ցավ ու մահով եք հատուցվում, դուք ներսում եք սպանում, բերում անեծք ու արյուն, չուզեցած աղջիկներին առանց խղճի մի խայտի աղբամաններն եք նետում, իսկ թշնամին տղերքին զենքով, պատերազմով է սպանում, ու մեռնում են տղաներ, իրենց սերերը սրտում, թողած բազում երազանք ու պլանները կյանքի, դեռ ինչքան համբույրներ օդում կախված մնացին, ինչքան հարս ու նշանած, ցավից լացից ծնկեցին, մեկը հայր էր, մյուսն եղբայր, շատերն էլ զավակները միացին, բայց թե ինչ օգուտ, որ ես թվեմ ամենքին, մեկ է, ինչքան ասեմ, ցավ ու կսկից չեմ բուժի, ու բալասան չեմ դնի, միայն կասեմ, գիտեք ինչքան, 100, 1000, կամ էլ միլիոն, չծնված լույս աղջիկ կա երկնքում, դրա համար մեկի դիմաց գուսը այսօր 10 զինվոր է մեռնում, մտածել եք ասեք մարդիկ, դուք երբևէ խորացել եք, թե չարության այդ արմատը ինչ մի հողից է սնվում, ու անեծկասվածը որտեղից է տղաների գլխին թափվում, արյուն թափիկ, զավակ տվիկ, արյուն տվիկ, դիակ ստացակ, եթե միայն կարողանայինք տեսնել, լսել ու հետ կանգնել այդ սպանդի որոշումից, ասում ենք, թե մեղք չենք գործում, չենք սպանում ազգովի, հապա ասեք ինչ ենք անում, վերև նայեք մի պահ, գուցե տեսնեք ամպերի մեջ հրեշտակներ, որ թեև սպանված, սակայն սիրով, Տիրոջ սիրով նայում է ձեզ, արևի հետ նուրբ ժպտում են, իսկ անձրևին լուռ լալիս, ստապվեք մարդիկ, ստապվիր հայ ազգ, բավ է մորթեք աղջիկներին, թողեք ծնվեն, նրանք մեր տղերքի վաղվա օրվա, երկար կյանքի, հաղթանակի, հայոց ազգի գրավական օրհնությունն են, կանգնիր մի պահ, վերև նայիր, ինչքան սիրուն գանձ է լալիս, գոնե դու էլ դարձի արի, ծնրադրած լուռ աղոթիր։